Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է, կատարյալ խաղաղություն։ Սա 2026 թվականի հունվարի 21-ի դրությամբ է, արձանագրում է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողով կառավարություն այս տարվա առաջին հարցուպատասխանի ժամանակ։ Դրական մթնոլորտը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում հռետորաբանությունն է փոխվել, ռազմական էսկալացիայի հավանականությունը մինիմալի է հասցվել, իսկ այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնք օրերս արձանագրել էր արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում, կառավարությունը վերլուծում է եւ ուսումնասիրում։ Այդ հռետորաբանությունը արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս եւ ես ուզում եմ դա ողջունել։ Երկրորդը ուզում եմ այսօր ես իմացա, որ Հայաստանի վառելիքի շուկայում օրինակ դիզ վառելիքի գնի մոտ 20%-ի 20%-ի նվազում ա եղել։ Դա ուզում եմ մենք գնահատենք այդ թվում Հայաստանում սպասվող գյուղատնտեսական աշխատանքների եւ այլնի ֆոնին, իսկ այն խնդիրները, որ արձանագրել է արտաքին հետախուզության ծառայությունը, այդ խնդիրների շուրջ մենք աշխատանքը շարունակում ենք, բայց այդ աշխատանքը ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը։ Հաստատված խաղաղությանը օրերս նաև անդրադարձել են Եվրոպական միության ներկայացուցիչն ու Թուրքիայի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը դրանում որևէ վատ բան չի տեսնում։ Նա սա Հայաստանի ներքին գործերի միջամտություն չի համարում։ Նկատել, որ Ադրբեջանի նախագահի եւ ինչպես մեր մյուս գործընկերների դիրքորոշումները, ինչպես եւ մեր դեպքում, այսինքն լրիվ խաղաղության գործընթացի մաս են, համահունչ են եւ տրամաբանական դրսեւորում ու շարունակություն։ Իսկ անարատ պաշտոնյա ու որակավորված մասնագետ ունենալու համար պետք է արժանավույնս վարձատրել։ Հայաստանի վարչապետն է խոսել վերջին շրջանում մեծ աժոտաժ առաջացրած աշխատավարձերի ու պարգևավճարների մասին։ Որ 2025 թվականի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4%-ով, որը ընդհանուր առմամբ կազմում է 6.5 միլիարդ դրամ։ Այսինքն 2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի համար, այդ թվում աշխատավարձերի եւ այլնի համար կրճատել ենք ֆոնդը 6.5 միլիարդ դրամով, պահպանման ծախսերը ընդհանուր առմամբ, ճիշտ եմ, չի ասում 6.5 միլիարդ դրամով։ Սա մենք ինչի համար ենք արել։ Սա մենք արել ենք հետեւյալ տրամաբանությամբ, որ մենք համարել ենք, որ պետք է մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պետական ապարատը ինքը փնտրի եւ գտնի պետական բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր, ուրեմն միավորներ, հաստիկներ, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց որոնց վրա գումար ենք ծախսում եւ 25 թվականին մենք 6.5 միլիարդ դրամով փաստացի կրճատել ենք այդ ծախսերը եւ հետեւաբար այն որից հետո մենք ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է եւ որը մենք նպատակադրված ենք որոշակի փորձարկումների արդյունքում այդ թվում բերել եւ օրենքի տեսք տալ դրան։ Իսկ Հայաստանի վարչապետը փետրվարի 4-ին կմեկնի Աբու Դաբի Զայեդ մրցանակի մրցանակաբաշխությանն է մասնակցելու։ Հիշեցնեմ, որ նա Զայեդի 3 մրցանակակիրներից մեկն է, մյուս երկուսը Ադրբեջանի նախագահն է ու Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ։ 2023-ի արցախցիների բռնի տեղահանության օրերին մարդկանց մի մասը, ովքեր ունեին հնարավորություն, Հայաստան տեղափոխեցին մարտերում զոհված իրենց հարազատների աճյունները։ Դա արեցին բարբարոսների գթասրտության վրա հույսը չդնելու համար։ Կառավարության շենքի առաջ հավաքվել էին արցախցիներ, ովքեր չեն ունեցել այդ հնարավորությունը։ Մարդիկ ունեն մեկ խնդրանք՝ բանակցել ադրբեջանական կողմի հետ իրենց զոհված հարազատների աճյունները Հայաստան տեղափոխելու համար։ Կապ չունեմ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանագերտ, մի օրվա գործ է։ 30 քանի զոհված ու շիրիմներ կան, որ այնտեղ ոչ մի բան չկա վերեն դրած։ Մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը արտաշիրիմ անենք բերեք ստեղ։ Զոհվածների հարազատները բացատրում են, որ Հայաստան գալուց հետո թակել են տարբեր դռներ այս հարցին լուծում տալու համար, սակայն լուծում առայժմ չկա։ Միայն աբստրակտ խոստումներ։ Այնինչ տեղափոխման գործընթացը պատրաստ են կազմակերպել սեփական միջոցներով։ Եթե հնարավոր չի
պետության շրջանակներում այս գործին, այս հարցին լուծում տրվի, մենք որպես հարազատներ պատրաստ ենք հասնել հակարի անցակետ։ Գոնե մեր անխոչնդոտ հակարի հասնելը ապահովի։ 2023-ի սեպտեմբերին Արցախի պաշտպանության մարտերում զոհվածների աճյունների տեղակայման վայրերը հայտնի են, բայց մնում են հարյուրավորներ, որոնց գտնվելու վայրը 2020-ից շարունակում է մնալ անհայտ։ Խնդիրը լուծում չի ստացել նախորդ 5 տարիներին։ Գործադիրը վերջերս օրինագիծ է ներկայացրել, որն օրենսդրորեն պետք է կարգավորի այս խնդրին առնչվող իրավահարաբերությունները։ Կարգավորումա բովանդակային իմաստով անհետ կորածների ընտանիքների սոցիալական աջակցությունը, բայց պետքա պատասխանատու կերպով նշեմ, որ ինչքան էլ կարևոր հարց է դա, համայնքի ակտիվ համայնքի մեծամասնության կողմից երբեք առաջի պլան չի բերվել անհետ կորածների սոցիալական աջակցության հանգամանքը։ Ամենակարևորը խնդիրը պատասխանատու մարմինների հետ կոմունիկացիան է, որը նախորդ 1 տարվա ընթացքում հատկապես դարձել էր չափազանց խնդրահարույց, որովհետև մի մարմինը մյուսի վրա էր բարդում անհետ կորածների հարազատների հարցերին պատասխանելու պատասխանատվությունը։ Օրենքով հիմա սահմանվել է, որ հարցն այսուհետ լինելու է ազգային անվտանգության ծառայության համակարգման ներքո։ Քննչական կոմիտեի քրեադատավարական գործիքակազմը անհետ կորածներին չի բավականացնում, որպիսի իրենք պատշաճ կարգով մասնակից լինեն այդ ճշմարտության բացահայտման process-ին, վերահսկողություն սահմանեն եւ նաեւ հաշվետվողականություն։ Չնայած օրենսդրորեն ֆիքսվել է, որ զոհվածների հարազատները ունեն նրանց մասին ճշմարտությունն իմանալու իրավունք, սակայն նորից պատասխանատու մարմինն է թողնված այդ տեղեկատվության չափը որոշելու իրավունքը։ Ցույց են տալիս հատվածական թղթեր, ընդ որում առանց պատճենահանելու հնարավորության չկա որևէ մի ողջամիտ տրամաբանություն, թե այդ ինչ շահ պաշտպանելու համար է, որ հարազատը չպետք է իմանա իր ընտանիքի անդամի անհետացման հանգամանքները, այդ ինչ շահ են պաշտպանում։ Խորհրդարան մտած օրինագծի համաձայն նաև լուծվելու է չնույնականացված մասունքների հարցը, որոնք մի քանի տասնյակ են։ Սահմանված ժամկետում որևէ նույնականացում չհայտնաբերելու դեպքում պետական իրավասու մարմինները կազմակերպելու են նրանց հուղարկավորումը։ Սամվել Կարապետյանի թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման 5 քայլով տեսլական, ուղղված աշխատատեղերի ստեղծմանը եւ կյանքի որակի բարձրացմանը։ Առաջին քայլով նախատեսվում է ստեղծել 300,000 նոր աշխատատեղ։ Ծրագիրը նաեւ ներառում է փոքր եւ միջին բիզնեսի աջակցություն, հարկերից ազատելով եւ խթանելով ձեռներեցությունը, նպատակ ունենալով քաղաքից քաղաք, գյուղ առ գյուղ լուծել գործազրկության խնդիրը։ Փետրվարի 12-ին կհայտարարեն վարչապետի իրենց տեխնացուի անունը։ Վարչապետ Փաշինյանին միացած եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականը պահանջող մի խումբ եպիսկոպոսներ հայտարարել են, որ չեն մասնակցի փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում նախատեսված եպիսկոպոսած ժողովին եւ կոչ են անում այն չեղարկել։ Նրանք ժողովի անցկացումն արտերկրում համարում են երկպարակտություն սերմանող ու անհիմն պնդելով, որ այն պետք է գումարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռիփսիմե Հունանյանը հրաժարականը ներկայացրել ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Հայաստանում ջերմատանային տնտեսությունների քանակն ավելացել է։ Այս փաստը ֆիքսելու համար կառավարության հրապարակած վիճակագրական տվյալները պրպտելու կարիքը թերևս չկա։ Բավարար է դուրս գալ քաղաքից եւ պտտվել հարակից համայնքներով։ Հեկտարներով տարածքների վրա ջերմատները սնկի պես աճել են։ Տարիներ առաջ կառավարությունը սկսեց ծրագիր, որի շրջանակում սուբսիդավորվում են ջերմատուն կառուցելուն հատկացվող վարկերի տոկոսների մի մասը։ Հիմա կառավարությունը ֆիքսել է, որ գերակատարվել է ծրագրով նախանշված ցուցանիշները։ Երբ որ օրինակ 40 տարեկան է մարդը, օրինակ ինքը վերցնում է 13%-ով վարկ, 9 պետությունն է վճարում, ինքը մնացած 4-ը։ Բայց առաջին 1 տարին, այսպես ասած, այդ grace period-ն է, արտոնյալ ժամկետն է, երբ որ ինքը տոկոսադրույք չի վճարում։ Ուղղակի մի փոքր տոկոսային կետերը նվազեցնում են։ Շահառուները այն ժամանակ օրինակ
10%-ային կետով պետք է ստանային փոխհատուցում, հիմա ստանալու են 8 կամ 9%-ային կետով։ Ենթադրվում է, որ ջերմատների միջոցով ստացված պրոդուկտը կբավարարի ներքին պահանջարկին եւ կդառնա Հայաստանից արտահանման կարևոր բաղադրիչներից մեկը։ Արտահանումն էլ հիմնականում իրականացվում է վաղուց գծված ուղով դեպի Ռուսաստան։ Մոտ 30% ծաղկի արտահանումն է Հայաստանից աճել, գալիք է այնպեսին է, որ շուկայի խնդիր չպետք է մենք ունենանք։ Պղպեղը շատ տարածված է, պղպեղի ջերմատները եւ 39 ամբողջ մի փոքր մոտ 40% մեկ տարվա ընթացքում այստեղ ենք աճ արձանագրվել երրորդ ուղղությունը դա որ էլի բավականին ուրեմն տարածված է դա կանաչեղեն է Շուկայի խնդիր տեղական ջերմատնային արտադրանքը չունի երբ բացել Լարսի անցակետը կամ երբ ռուսական համապատասխան մարմինները մեր գյուղմթերքում ֆիտոսանիտարիայի հետ կապված նորմերի խախտումներ չեն հայտնաբերում Նախորդ տարի հենց նման խնդիրների առաջ էին կանգնել ծաղիկ արտադրողները որոնք բեռնատարներով փչացած ծաղիկ էին թափում ռուսական շուկայի փակ լինելու պատճառով։ Սրանից հետևություն, որ ավելացող ջերմատների արտադրանքը սպառելու համար պետք է այն ունենա ցածր ինքնարժեք եւ բարձր որակ։ Խոսքը արևմտյան շուկաներում արտադրողների հետ մրցակցության մասին է, իսկ դրա համար միայն ջերմատան կառուցումը սուբսիդավորելը բավարար չէ, նշում են մասնագետները։ Հայաստանը պետք է կարողանա մշակել սեփական կլիմային ու տեղանքին առավելագույնը հարմարեցված ջերմատներ։ Արդեն պիտի որակը ապահովես։ Դա համար մենք ենք վարանում, որ եկեք սարքենք ջերմատները լեռնային գոտիներում, որտեղ հողը ջուրը մաքուր է ու կարելի է օրգանիկ գյուղմթերք արտադրել։ Ջերմատանային բարձրորակ պրոդուկտ ստանալու համար անհրաժեշտ է նաև ունենալ սեփական տեղանքին հատուկ բարձր որակի սերմեր, որոնք դրսի սպառողի համար կտարբերվեն մատչելի թուրքական կամ միջին ասիական արտադրանքից։ Գիտական ինստիտուտը էլի հայտարարակ վիճակի մեջ է տարակերտի։ Մնացել է մի 4-5 հատ գիտնական։ Փող չեն տալիս որ նա ջերմատունը կարողանա օգտագործի դեր ջերմատուն որ կարողանա ասի ջերմատնային սերմեր ստանա։ Դրսի սորտեր են բերում Իսրայելից, Հոլանդիայից, որոնք համով մաշին հաստ տրանսպորտաբիլն են։ Պետք չէ մոռանալ նաև բնական գազի մասին, որը ջերմատնային պրոդուկտների ինքնարժեքի առյուծի բաժինն է։ Այս համատեքստում մասնագետները խիստ կարևորում են այս ոլորտում պետության կողմից վերականգնվող էներգետիկայի կիրառման խթանումն ու տարածումը։ Նախորդ տարեվերջին պարզ դարձավ Հայաստանում մանավանդ Երևանում օդը աղտոտված է, վատ օդ ենք շնչում։ Առողջապահության ոլորտի փորձագետներն ահազանգեցին, օդի նման որակը հանգեցնելու է լուրջ հիվանդացությունների, ընդհուպ մինչև մահվան դեպքերի։ Զուգահեռ կողմում էլ պետական մակարդակով իրենց մոտեցումն ունեն թեմայի վերաբերյալ։ Ընդհանուր իրավիճակը ես գնահատում եմ բավարար, ոչ վատ, որովհետեւ ինչի եմ ես այսպես գնահատում, նախ որպեսզի մենք հասկանանք արդյոք մթնոլորտային օդը իրականում Երևանում աղտոտվածության բարձր մակարդակ ունի, մենք պետք է ստուգաչափված տվյալներ ունենանք։ Այսինքն համապատասխան ստուգաչափված եւ ճշգրիտ սարքավորումներ, չափագրումներ իրականացնենք եւ ընդհանուր ֆոնը պարզ լինի մեր համար։ Օրինակ տեսչական մարմինը իր վերահսկողության մեջ ընթացքում օգտագործում է ստուգաչափված PM2.5 եւ PM10 միկրոմասնիկներ չափող սարքեր, մենք ունենք այդ սարքավորումները։ Երևան քաղաքում 225 չափագրում է իրականացվել, նորմայից 5 անգամ գերազանցում գրանցվել է 5 դեպքով, մինչև 5 անգամ գերազանցում 25 դեպքով, մնացած դեպքերով գերազանցումներ չեն արձանագրվել, այսինքն ըստ պաշտոնական վիճակագրության բարձր աղտոտվածության խնդիր չկա։ Բարձր աղտոտվածության խնդիր չունենք մենք, իսկ այն տվյալները, որ ժամանակ առ ժամանակ տարբեր կայքերով հրապարակվում են, այդ տվյալները վերցվում են այնպիսի սարքերից, որոնց ճշգրտությունը մինչև 60-70% կարող է սխալմունք ունենալ իր մեջ։ Ինչպես գիտեք, նաև 25 թվականին ընդունվեց մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ ռազմավարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրեց եւ կառավարությունը տնեց, որտեղ մի շարք միջոցառումներ են նախատեսված Եվ առաջի միջոցառումը, որը որ իրականացվում է, դա ճիշտ ճշգրիտ տվյալների ստացման տեխնիկական հնարավորությունը ստեղծելն է Երևան քաղաքում։ Մյուս կողմից էլ էկոակտիվիստներն ահազանգում են անտառաշատ տարածքներում լայնածավալ անտառահատումների մասին։ Մարդկային նման գործոնը եւս նպաստում է օդի աղտոտմանը։ 90-ական թվականներից սկսած բազմաթիվ Երևանում կանաչ տարածքներ են հատվել, այն ժամանակ ովքեր որ կհիշեն Նոր Նորքում, Մալացիայում, բավականին շատ կանաչ տարածքներ կան, վերջի
2-3 տարվա ընթացքում մեր Երևան համայնքը, քաղաքապետարանը շատ ակտիվ է առումով միջոցառումներ է իրականացնում, նոր անտառներ են, ծառատունկներ են իրականացնում, ընդ որում ինստիտուցիոնալ ծառատունկներ են իրականացում, ինչի նկատի ունեմ, այսինքն ոռոգման համակարգ է ստեղծվում եւ նոր է ծառատունկ արվում եւ այդ ծառերը ջրվում են, ինչը ամենաճիշտ տարբերակն է։ Նախորդ տարի մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրվել է իրավախախտման 617 դեպք, 2024-ի 397 դեպքի դիմաց։ Տուգանքի չափը կազմել է գրեթե 24 միլիոն դրամ, վնասը շուրջ 160 միլիոն դրամ։ Արագածոտնի մարզում Շենկան բնակավայրում առավոտյունից հետո տեղաշարժվել է մեծ դժվարություններ ու հունվարի 20-ին Փրկարարծարայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան չի կարողանում հասնել Շենկանի բնակավայրը, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։ Արագատի Հրշեջ փրկարարները մարզային փրկարարական վարչության պետի Արագատի Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ օպերատիվ են գործել Ձյունապատ ու մերկացառույցով պատված մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհը հաղթահարել են, ծննդկանին էլ հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխել։ Արդեն գյուղի սկզբնամասում նրան սպասում էր շտապօգնության մեքենան։ Հիվանդանոց ուղեկցելու համար էլ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներն էին ժամանել։ Դավիթ Հաշենի կամուրջն Հունվարի 19-ին Դավիթաշենի կամրջի վրա իսկական քաոս էր, 1.5 ժամից ավելի երթևեկությունը կաթվածահար էր։ Երկու վթար է տեղի ունեցել կամրջի սկզբնամասում, բախվել են որպես դիատար շահագործվող շտապօգնության մեքենան ու Ֆորդը։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասեր չկան։ Նույն օրը Դավթաշենի կամրջի մեկ այլ հատվածում էլ բախվել էին Տեսլան, Նիսանն ու Օփելը։ Ժամանել էին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, իսկ ապա գործակալները ուշանում էին, ինչի պատճառով էլ խցանումը երկարում էր։ Վթարի հետևանքով բարեբախտաբար ուժասեր չկան։ Հունվարի 19-ին էլ Մուսալեր գյուղի վարչական տարածքում Հոնդան է վրաերթի ենթարկել 15 եւ 17 տարեկան երկու հետիոտնի, հետո բախվել թույլատրելի հատվածում կայանված Մերսեդեսին։ Վերջինն էլ առաջ ընթացել հայտնվել երթևեկելի գոտուց դուրս բնակչի հողամասում։ Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, մյուսն էլ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Տուժածներից առաջինին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Փրկարարծարայության Վաղարշապատի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի մերկացառույց չկա, ակնհայտ երևում է։ Հունվարի 19-ին Եղվարդի կամրջի հարևանությամբ Տոյոտան բախվել է ճանապարհին եղած խոչընդոտ փոստին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապախումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Նա հրաժարվել է հիվանդանոց, մեկն էլ ասել է, որ չի տուժել։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Կարծում եմ օրերը երբ տականա ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը պետք է մի հատ այս կամրջի մոտի այդ հատվածը լուրջ ուսումնասիրի, թերությունը վերացնի, քանի որ նաև ամրանն է նման դեպքեր տեղի ունենում։ Հունվարի 19-ին Վանաձորի Նարեկացի փողոցում բախվել են Toyota Camry-ն ու Lada-ն, 4 հոգի տարբերաստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած Փրկարարծարայության Վանաձորի թիվ 2 Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Եվ աշտարակ խոշորացված համայնքում հունվարի 19-ին ակտիվ ձնամաքրման աշխատանքներ էին։ Համայնքի ղեկավարի եւ նրա աշխատակազմի գլխավորությամբ հատուկ տեխնիկաներն էին աշխատում։ Հեռացվում էր ձյունը, ճանապարհները մշակվում էին աղ ու ավազի խառնուրդով։ Այս աշխատանքները կատարվում է աշտարակի քաղաքապետարանի քաղաքապետի Թովմաս Շավերձյանի հանձնարարականով։